ոչ քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չի հայտնվելու եւ պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու եւ չի ավելանալու։ Բացատրությունը ո՞րն է, պարոն Սիմոնյան, լավ դուք ուղղեք սլաքներ ուրիշ տեղ, բայց բացատրությունը ո՞րն, իշխանությունը ունի բացատրություն դրա համար, ինչու է կրակում։ Հարգելիս, բացատրությունը հետեւյալն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունը իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասացի։ Այսինքն անհանգստություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա լինի, որ կարող է այս կրակոցները ռազմական գործողությունների վերածվեն։ Կարող ոչ մի կրակոց չլինի եւ էսկալացիա լինի եւ դրանով չի պայմանավորված, կա հիմնական process։ Այդ հիմնական process-ին հետևելով եւ այդ հիմնական process-ը տանելով է, որ դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել։ Մինչև 2018 թվականը չեմ կարող հիմա թիվը կոնկրետ ասեմ, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Պիտերբուրգում փոքր առանձնազրույց ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ ես իմ տպավորություններով ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ եւ գործընթացը նաեւ ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք, անկախ նրանից, եթե նույնիսկ մի կրակոց չլիներ, այդ դույն տրամաբանությունն է։ Անձնական ազգային ժողովում մի միջադեպ էր եղավ։ Չէ, տենց հանդիպան մասին չի խոսքը, մենք ժամերով նիստի ենք մասնակցել եւ իրար կողմ նստած ենք եղել, հա եւ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր հարցերի շուրջ խոսել ենք, մենք պայմանավորվել ենք, որ հրապարակային սրա մասին չենք խոսելու եւ ես չեմ ուզում սրա մասին հրապարակային խոսեմ, առավել եւս որևիցե նոր եւ դարակազմիկ բան չկա, այլ չեմ ասում, որ այդ ֆորմատում մենք որևիցե բան ոչ որոշում ենք, ոչ որոշելու մոտ խոսակցություն է տեղի ունեցել, բայց շփումը, ես շփման տպավորությունով եմ ձեր հետ կիսվում, ինչպես նաեւ մեր երկու, այսպես ասած, կոլեկտիվների շփման մասին